Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարն է։ Հայաստանում մի քանի տասնյակ հազար ընտանիքներ գրանցված են անապահովության համակարգում։ Մեր հյուրը այսօր մեկն է այդ հազարներից։ Հայ Արփին կին է, մայր, ում սոցիալական ծանր վիճակի պատճառով զրկել են երեխաներից։ Նրա 10 երեխաներից 9 գտնվում են զատիկ աջակցման կենտրոնում եւ խնամատար ընտանիքներում։ Հայ Արփին այսօր մեր տաղավարում պատրաստ է խոսել վիճակագրական թվերից այն կողմ ապրած իր կյանքի դժվարությունների մասին։ Բարև ձեզ, ես Հայ Արփի Հովակիմյանն եմ, ունեմ 10 բալիկ, արծիչ վճարելու պատճառով այսօրի բալիկներին վերցրել են, տարել են զատիկ աջակցման կենտրոն։ 6 զատիկ աջակցման կենտրոնում են, 3-ն էլ խնամատար ընտանիքում են։ Ամսվա մեջ 2-3 անգամ գնում եմ աջակցման կենտրոն, բալիկներին տեսնում եմ, փուճուրներին էլ վերում են մարզպետարան, փուճուրներին էլ եմ տեսնում։ Գնում եմ, գալիս եմ, տեսնում եմ։ Ես չգիտեմ, առանց իրանց շատ վատ է։ Ես չեմ կարողանում առանց իրանց ապրել, իրանք առանց ինձ ճիշտ է, հասկանում եմ, որ ես ամեն ինչը, ասենք, եղել է, պիտի չլիներ, բայց եղել է։ Հիմա մենակ խնդրում եմ, թեկուզ մի հատ բնակարան է, որ չեմ ասում կայուն ես իմ ինչերով, որ իմ երեխեք իմ կողքին լինեն, ես աշխատեմ, իմ բալիկներին պահեմ։ Ես չեմ տա մանկատուն, չեմ հրաժարվի իրանցից։ Բացարձակապես տենց բան չեմ էլ մտածում, ես չեմ հրաժարվել իրանցից ու չեմ էլ ասել ես իմ չգիտեմ էլի տարեք, ուղղակի ժամանակա որ տուն գտնեմ, հենց տունը եղավ ես զբաղվել եմ միանգամից երեխեքին վերցնելու հարցով։ Արփի ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք եւ պատրաստ եք կիսվել ձեր խնդիրներով։ Նախ խնդրում եմ պատմել, թե որտեղ եք նախկինում բնակվել եւ ինչպես եք հայտնվել այս պահին Արտաշատում եք, հա, բնակվում։ Արտաշատում ինչպես հայտնվեցիք։ Մենք ապրել ենք, որ ամուսնացել եմ, ապրել ենք Արցախում 2 տարի, նրանից հետո տեղափոխվել ենք Հայաստան, որ մամաս իրավիճակը նորմալ անկողնային հիվանդ էր։ Մայրը որտեղ էր ապրում։ Արտաշատում։ Իր հետ էինք ապրում, հետո որ մամաս մահացավ, տեղափոխվեցինք, Գյարդիում ենք ապրել Վարձով, տեղ ասած տունը նորմալ էր, հարմար էր տունը, ամեն ինչ նորմալ էր, ուղղակի տեղ գործ չկար, աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Աբովյան, տեղ անասնագոմում համաշխատել ենք, համապրել ենք, հետո պապայիս բերին մենք էինք, ես էի պահում պապայիս մահից հետո սենց տեղափոխվեցի Արտաշատ։ Ձեր մայրիկի հայրական տուն, այսինքն տեղափոխվեցիք ընտանիքով։ Ընտանիքը քանի հոգուց է բաղկացած։ Ես, իմ 10 բալիկը, ամուսինս ու մամաս։ Հիմա խնդրում եմ ասեք որտեղ եք ապրում, միշտ մայրական տանն եք ապրել Արտաշատում, թե վերջին շրջանում Վարձով եք ապրում։ Չէ, վերջին շրջանում Վարձով, միշտ մամայի հետ չենք ապրել, ասենք մաման որ հիվանդ էր, այսքան երեխու հետ ձեները մամայի վրա ազդում էր, որոշեցի ասեցի ավելավա գնանք առան, հա, տեղափոխվենք Որտեղ եք Վարձով, էլի Արտաշատում եք Վարձով։ Չէ, տեղափոխվեցինք Գառնի, տեղ որ արդեն գործ չկար, աշխատանք չկար, աշխատանքի առումով տեղափոխվեցինք Աբովյան ֆերմայում աշխատում ու տեղ ապրում էինք։ Դուք եւ ձեր ամուսինը։ Հա, ես, ամուսինս ու պապաս, ու իմ 10 բալիկները։ Մենք միասին ենք ապրում։ Այսինքն կարողանում էիք գոնե ընտանիքի մինիմալ հոգսերը կարիքները ապահովել ձեր աշխատավարձով տեղ Աբովյան նպաստել էի ստանում, նորմալ էր, ամեն ինչ հասցնում էի, ուղղակի որ պապայիս մահից հետո որոշեցին, որ արդեն առանձին ապրենք, Արտաշատ տեղափոխվեցինք Վարձով ու այդ վաղտվանից սկսավ էս ամեն ինչ էլ էս վատ վիճակը, հետո որ Արտյոմը մեզ լքեց, թողեց գնաց Արտյոմը ձեր ամուսինն է։ Այո, Ռուսաստան, այս մի տարիա որ ինքը մեզանից բաժանվել է գնացել է, տենց արդեն այսինքն երեխաների 10 երեխաների հոգսը մնաց միայն ձեր վրա։ Այո, մենակ ես, ասենք դաշտ էի գնում գալիս էի 6-7 դրամով մենակ հասցնում էի երեխեքի սնունդը, ամենապուճուրը կա թերուտում, պամպերսը, այն որ կոմունալը, հազիվ ծերին նպաստ չեմ ստացել, նպաստս այդ ժամանակում ինձ կտրել են։ Հազիվ այդ 6-7 դրամով, ասենք բարերարներ եղել են, որ օգնել են, տան վարձն եմ կարողացել վճարել կոմունալը, բայց դե եղել է որ ասենք վարձը միշտ էլ տվել են, բայց ես մի վերջի մի ամիսը չէի կարողանում։ Այսինքն ընտանիքի միակ եկամուտը մնացել է ձեր օրական այդ 6-7 դրամը։ Որևէ նպաստ, իսկ նպաստը ինչու են կտրել։ Ասեցին որ պետք է աղջիկս, ասենք ես ու 10 բալիկներս գրանցվեք այդ տան վրա, որ կարողանամ նորից ստանամ։ Գրանցում չունեք։ Չէ։ Քանի տարեկան են բալիկները, ամենափոքրը եւ ամենամեծը։ Ամենամեծը 16 տարեկան է, ամենափոքրը մի տարեկան է։ 1 տարեկան է։ Այսինքն երեխայի ծնվելուց հետո հայրը լքել է, հա։ Անմիջապես հետո չի էլ տեսել երեխային։
տեսել է 40-ը դուրս է եկել ու գնացել է ինքը։ Իր հետ կապ չկա։ Չէ, իր հետ բացարձակ կապ չկա։ Շատ լավ, ինչպես սկսվեց այդ խնդիրը, հա, դուք չկարողացաք վճարել ձեր տան վարձը եւ հայտնվեցիք դրսում եւ փոքր խնդրում եմ պատմեք։ Դաշտ էի գնում գալիս 6-7 հազար դրամով հազիվ հասցնում երեխեքի ասենք բուջուրի կաթը, պամպերսը, ասենք եղել է որ երեխեքին ասենք թողել եմ տանը գնացել եմ ասենք տուն մաքրել ուրիշ գործեր եմ արել, բայց դրա հետ ասենք 15-20 հազար դրամը չի հասցրել ասենք որ վարձը։ Այս վերջի մի ամիսն է որ չեմ կարողացել վարձը վճարել, այդ պատճառով երեխեքն ու ես դրսում ենք հայտնվել։ Նեղություն, իսկ երբ որ գնում եք աշխատանքի, մեծ երեխաներն են պահում փոքրերին։ Ամենամեծ աղջիկս է պահում բուջուրիներին։ Մյուսների տարիքը կասեք շատ փոքր են, այսինքն Չէ, մի հասկանալ այդ խնամքը 2 տարեկան, 3 տարեկան, 4 մի տարվա տարբերություն են բալիկների։ Մեծը կարողանում է այդ բոլորի խնամքը։ Հա, մեծ աղջիկս կարողանում է։ Շատ լավ, այսինքն կասեք նախորդ ամիս է եղել որ վարձը չեք վճարել։ Անցած ամիս։ Անցած ամսվա վարձը չեք վճարել եւ երբանից եք հայտնվել դրսում։ Անցած ամսվա 27-ից։ Այսինքն մինչ այդ ուշացումներ եք ունեցել, թե Չէ, միշտ էլ ասենք ժամանակին տվել եմ, ժամանակին վճարել եմ, տվել եմ, ասենք օգնել է մեր հարևանն էլ ինձ օգնել, տվել եմ վճարել, ուղղակի ես մի ամիս որ ասենք հիմա էլ դաշտը գործեր չկա, չեմ կարողացել գնացել, այս անցած ամսվա 27-ից երեխեք աջակցման կենտրոնում են։ որքան էր վարձը կազմում։ 100,000 դրամ։ Մի գիշեր դրսում եք մնացել երեխաները։ Որտեղ։ Այդ մեր մոտերում, Շահումյանում։ Այգում նստարանի վրա նստարանի վրա հարևանս եկավ որ իր հետ որ եկել եմ հարևանուհիս եկավ ասավ երեխաներին տանեմ մեր տուն չեմ թողի դուրսը այդ մի գիշեր տենց մինչև ժամը 1:30 ենք դուրսը մնացել երեխեք այդ 1:30-ից հետո եք տարել են հարևանի տուն մեզ։ Իսկ դիմել եք պատկանում արմիններին, օգնություն խնդրել եք, այդ 1 ամիսը իրականում այո շատ կարճ ժամանակ է, բայց փորձել եք որևէ տեղից, որևէ պատկանում արմինից, սոցիալական ծառայություններից, որևէ աջակցություն խնդրել լուծում գտնելու համար, հա, իրավիճակից ելք գտնելու համար։ Չէ, ոչ մեկին չեմ դիմել։ Ասենք ես մենակ երեխեքի մասին էի մտածում։ Ու հիմա էլի Երեխաներից 6-ին տեղափոխել են Զատիկ աջակցման կենտրոն, այո։ 3 երեխաները խնամատար ընտանիքներում են։ Իսկ այդ մի գիշերը որ դրսում եք մնացել, այսինքն միայն դուք եք դրսում մնացել։ Չէ, ես ու իմ 10 բալիկները։ Այսինքն երեխաները հարևանի տուն չեն գնացել։ Հարևանս եկել է ինձ էլ է իրանց հետ տարել երեխեք չի թողել այնտեղ։ Այսինքն այդ մի օր դրսում մնալուց հետո եք հարևանի։ Մինչև ժամը 1:30 մնացել ենք դուրսը 1:30 մեր հարևանն եկավ ասավ ես անխիղճ չեմ որ երեխեքին թողեմ դուրսը տանեմ։ Հասկացա։ Գնացել ենք իրանց տուն։ Հիմա երեխաների հետ կապ ունեք։ Հա, զանգում եմ, գնում, տեսնում եմ, գալիս եմ։ Այս 27-ին կլինի 2 ամիսա, որ բալիկներն այնտեղ են։ Դուք 1 ամիս է վարձ չեք վճարել, բայց 2 ամիս է։ Ամսի 27-ին, սեպտեմբերի 27-ին են տարել, այս սեպտեմբերի 27-ին կլինի մի ամիս, որ երեխեքն այնտեղ են։ Հասկացա։ Ինչպես են երեխաները ձեզանից բաժանվել։ Ասենք, որ եկել են տարել, շատ վատ չէին գնում, լացում էին։ Այսինքն ուժով են տարել։ Չէ, Չէ, ես ասեցի, ես ժամանակավոր ասենք մի ամսով, 2 ամսով եմ փորձել եք բացատրել երեխաներին։ Հա, ամենաուշը մինչև 6 ամսվա ժամանակահատվածում, որ տուն գտնեմ, աշխատանք գտնեմ, իմ բալիկներին վերադարձնեմ։ Իմ միակ խնդրանքն era, որ թեկուզ մի հատ տուն լինի, ցանկացած տեղ, որտեղ կլինի, որ ես կարամ երեխեքին հետ բերեմ։ Իրանց հետ ապրեմ, ես ուրիշ բան չեմ ուզում։ Իսկ փոքր երեխաները իրենք ինչքան էլ բացատրեք միևնույնն է չեն հասկանալու։ Ինչու եք բաժանվում։ Ինչու են մայրիկից բաժանվում։ Ինչպես են բերում են Արտաշատ մարզպետարան, գնում եմ տեսնում, ասենք այն 4 տարեկան այն մի աղջիկս չի բանանում, միշտ նեղանում, ալացում մամ կտանես տուն, ասում եմ, ահա, տանելու եմ շուտ, տանելու եմ, իսկ այն 2 փուճուրները տենց մի քիչ լացում են, բայց հետո արդեն գալիս են մոտս։ Այսինքն ձեզ տեսնելուց են լացում։ Հա, գրկում եմ մի քիչ սիրում եմ, լացում եմ, բայց հետո նորից գրկում եմ, արդեն ոնց որ ասած ուզում են գանտուն իմ հետ։ Իսկ ինչպես են հարմարվել։ Մի մասը ընտանիքում, օտար ընտանիքում, մի մասը կենտրոնում, ինչպես են հարմարվել։ Դե, ասենք մեծ տղաս 14 տարեկան է, որ գնում եմ, ասում եմ մամ դու երբ ես մեզ տեղից վերցնելու աջակցման կենտրոնից, ասում եմ Ալեն ջան, հենց տուն եղավ, արդեն հետաքրքրվել ենք, որ տուն գտնենք, գալու եմ տան մնես, որ դուք ստեղ հիմնական եք մնում։ Այսինքն դուք այս պահին ունեք ոչ միայն բնակարանի խնդիր,
այլ նաև աշխատանքի, օրվա հացը վաստակելու խնդիր։ Հա, Պետք են մարդիկ, ովքեր կկարողանան օգնել ձեզ եւ բնակարան գտնել եւ գոնե աշխատանքով ապահովել։ ես ամենաշատ այս պահին ուզում եմ տուն, որտեղ ասենք ցանկացած տեղում կլինի, կապ չունի, որ երեխեքին վերցնեմ։ Գոնե սկզբնական շրջանում ունեք այո աջակցության կարիք։ Իսկ դուք որտեղ եք հիմա բնակվում, ում հետ եք։ Ես հիմա ապրում եմ Շահումյանում, իմ հարևանու տանը, հարևանուհիս ասավ, ինքը չի թողում, որ ոչ միտեղ գնանք, ասել է կմնաս մեր տանը, տուն կգտնես, աշխատանք կգտնես, մենք քեզ կօգնենք, երեխեքին կվերցնես։ Ասենք բոլորն էլ այդ են ասում։ Իսկ աշխատանք չեք կարողանում գտնել։ Հիմա ասենք մի քանի տեղ ասել ենք, որ լինի, ասեն, համահեռախոսահամար եմ թողել, որ լինի ասեն։ Իսկ ինչ աշխատանք եք փնտրում, ինչ աշխատանք կանեք։ Կապ չունի ինձ համար ինչ կլինի։ Ուղղակի ամենաշատ ուզում եմ, որ տունը լինի, երեխեքն իմ կողքին լինեն։ Ես առանց իրանց չեմ կարում։ Ասենք առանց ոչ տղաները, ոչ աղջիկներս, առանց ոչ մեկի չեմ կարում։ Արդեն 1 ամիս է երեխաները ձեր մոտ չեն։ Հայաստանը մի շարք կոնվենցիաների է, անդամակցում եւ ունի պարտավորություն երեխայի լավագույն շահ միշտ առաջին տեղում դնել։ Իսկ երեխայի լավագույն շահը բնականաբար մոր հետ է, Մանկատունը պետք է որպես այլընտրանքային վերջին տարբերակ դիտարկվի եւ այն պարագայում, երբ երեխան ընտանիքում առողջությունը կյանքը վտանգված է կամ չունեն ուշադրություն, ձեր դեպքում սա չի գործում։ Ինձ հետաքրքիր 1 ամիս անցել է արդեն, եթե ոչ ավելի, միթե որևէ պատկան մարմին, որևէ կառույց ձեզ չի դիմել, օգնություն չի առաջարկել, գուցե կամ դուք դիմեք մարզպետարան, չգիտեմ, գյուղապետարան, քաղաքապետարան։ Մեր մոտերը դիմել ենք, ասում են տուն չկա, որ լինի կասենք։ Որևէ աջակցություն այդպես էլ չեք ստացել։ Չէ։ Շատ լավ։ Իսկ մինչ այդ ինչ աշխատանք էիք անում։ Որը Աբովյան ապրում ենք, ֆերմայում էի աշխատում։ Ինչ էիք անում։ Ես կով էի կթում, ու հիմնականում անասունների հետ։ Երեխաները դպրոց, մանկապարտեզ գնացել են դպրոց, որտեղ էլ որ մենք ապրել ենք, իրանք դպրոց գնացել են։ Իսկ հիմա ինչպես է այդ Հիմա ասենք այդ աջակցման կենտրոնում տղաներս 5 դպրոց են գնում, մյուս փոքրը մանկապարտեզ է գնում, իսկ աղջիկներիցս ոչ մեկ։ Իսկ երբ որ ձեր ամուսինը այստեղ էր, գոնե ինքն էլ էր աշխատում, 2-ով կարողանում էիք հասցնել։ Հա։ Իսկ ամուսնուց ոչ մի կապ չկա։ Չէ, ես իր հետ բացարձակ կապ չունեմ, ոչ էլ երեխեքը։ Իսկ իր գնալը այդպես շատ հանկարծակի անակնկալ ձևով է եղել, թե եկել հասունացել է այդ պահը, այսինքն դուք գիտեիք, որ բաժանման փուլում եք արդեն։ Չէ, տենց չի եղել, ասավ, միշտ էլ ինքը ասում է, որ ես թողելու էի գնալ, ասում էի, բա երեխեքը, ու տենց մի առավոտ հելավ, ասեց ես գնում եմ, ասի ուր, ասեց գնում եմ, էլի կգամ, ու ինչև արես, ոչ մի տեղեկություն չունեք իրանից։ Ինչ է զգում մայրը, կկարողանաք ձեր զգացողությունները բնութագրել, միայն անզորություն եք զգում։ Այսինքն այս պահին ձեր երեխաները հեռու են, դուք ուզում եք վերամիավորվել, չունեք հնարավորություն։ Այս ոչ մի բան ես ասել եմ, ոչ մի բան չեմ ուզում, լինի թեկուզ տուն, 4 պատ, չեմ ասում ես իմ շքեղ լինի, ինչ որ չգիտեմ, լավ ընտիր հարմարություններով, որից իմ երեխեքին վերցնեմ։ Այս առանց իրանց չեմ կարում, իրանք էլ առանց ես չեն կարողանում։ Ասենք, չգիտեմ։ Պետությունից ոչ մի աջակցություն չեք ստանում։ Մի հատ ստանում եմ 50,000 դրամ ամենաբուջուրին ու 31,000 էլի բուջուրին։ Բայց մինչև 2 եւ 6 տարեկան լրանալը, այդ բուջուրին, այդ 10-րդ բալիկին։ Որևէ այլ աջակցություն Չէ, ոչ մեկի համար չեմ ստանում գումար։ Իսկ դուք Արցախում ապրել եք մինչև 2020 թվականը։ Հա, 2 տարի։ Այնտեղ տուն ունեիք։ Հա, այնտեղ մենք տուն ենք ունեցել, ավտո ենք ունեցել, անասուններ ենք ունեցել, մեր սեփականն է եղել։ Ու ինչ եղավ այդ տունը։ Այնտեղ ապրելակերպ ավելի լավ էր, ասենք, քան այստեղ։ Այդ տունը վաճառեցիք մինչև պատերազմը, չէ, պատերազմից հետո հանձնվեց այդպես։ Հա։ Շատ լավ։ Եվ այս պահին ասացիք կապի մեջ եք երեխաների հետ։ Խնամատար ընտանիքում ինչպես են վերաբերվում այդ փաստին, որ դուք պետք է շարունակեք շփվել, իրենք երկար ժամանակով են պահելու, թե իրենք էլ համաձայնել են կարճ ժամանակով իրանք մենք պայմանավորվել ենք, որ հենց տունը գտնեմ, աշխատանքը գտնեմ, գնալու եմ երեխեքին բերեմ, ասենք իրանք բերում են, տանում են, զանգում են, խոսում են։ Հա, զանգում են, խոսում են, ես եմ զանգում, հաճախակի այն մեծ աղջիկս, որ 4 տարեկան է, ինքն է ինձ զանգում, ասենք կապ
չեն կտրում էլի ինձանից իրանք։ Զանգում ենք, գնում տենում ենք, խոսում ենք, աջակցման կենտրոն եմ գնում ամսվա մեջ մի 2-3 անգամ գնում եմ։ Կապ չունի, ասենք որ էդի հերոյ է ինձ համար, բայց գնում եմ։ Գնում եմ մի ժամ կես երեխեքի հետ մնում եմ։ Բայց որ ուզում եմ գամ արդեն սա մի անգամից լացում են, մամ մեզ կտանես քո հետ տուն։ Շատ դժվար է։ Բոլորին հետ եք բերելու։ Տուն գտնելուն պես բոլորին, ոչ մեկին չեք թողնի։ Երբևէ չեք պատկերացնի, որ կհասնեք։ Հայարպի, իսկ ձեր նախկին տանտիրոջ հետ խոսել եք, փորձել եք բացատրել իրավիճակը, չի ուզեցել մտնի ձեր դրության մեջ, գոնե մի փոքր ժամանակ տա։ Տանտերը շատ լավ մարդ է, ինքը շատ լավ մարդ է, ուղղակի որ ասեց տունը ռեմոնտ պիտի անեմ, կարող հավանական է քանդեմ, դրա համար եմ ես դուրս արել տեղից, ասենք ինքը Չէր կարող մի 2 ամիս գոնե հետաձգեր, մինչև կարողանայիք ելք գտնել։ ասավ ինքը այդքան սպասել, ասավ ինքը շատ ասում էր Հայարփի ջան տուն ջարի, որ ես ուզում եմ բան պիտի սարքեմ, խանութ պիտի սարքեմ, ես ասում էի ոչինչ կճա, բայց մինչև առեսօր ոչ մի տեղից մի հատ 3 4 աշտարակից էին զանգել, որ տուն կա, պետք է 3 գնայի տեսնեի, ուղղակի այդ աղջիկը զանգերին չէր պատասխանում, ասեց անժամկետ, առանց վարձ գա կապրեք, ուղղակի չգիտեմ, զանգերին չի պատասխանում։ Որտեղից էր ձեզ Աշտարակ։ ինքը որտեղից էր ձեզ գտել։ Հետմինը եջից էր համարս վերցրել, զանգել էր տան Տուն համար։ տրամադրի ու չի դուրս կապի դուրս չի գալիս։ Չէ, չի պատասխանում։ Այսինքն եթե այս պահին կարևորը տան հարցն է, եթե տան հարցը լուծվի, կկարողանաք մոտակայքում որևէ աշխատանք Հա, գտնել։ տունը որ տունը վերցնեմ, երեխեքին բերեմ, կապ չունի ցանկացած աշխատանք, թեկուզ հավաքարարություն անելու եմ, դա կապ չունի իմ համար աշխատանքը։ Թե ասենք հավաքարարություն կանեմ կամ չգիտեմ ինչ, այն որ իմ երեխեք իմ կողքը լինեն։ Իսկ երեխաների ուսման հարցը հիմա լուծված է, Հա, հաջողվում է։ իրանք դպրոց են գնում, ես թղթերը տարել եմ, այնտեղ իրանք դպրոց են գնում, աջակցման կենտրոնում ավտոբուսով առավոտ գնում են, մինչև ժամը 3-4-ը գալիս են։ Իսկ ով էր դիմել աջակցման կենտրոն, իրենք ինչպես են տեղեկացել ձեր մասին։ Որ մենք դրսում ենք հայտնվել, տեղից են եկել տարել երեխեքին մարզպետարանից։ Մինչ այդ էլ հա ոչ մի օգնություն չեք ստացել մարզպետարանից։ 2 անգամ քաղաքապետարանից սնունդ եմ ստացել, ուրիշ ոչ մի բան։ Իսկ այս արցախցիներին տրամադրվող ֆինանսական աջակցություններից Չէ, ծրագրից չեք դրանից ոչ մի օգտվում։ բանից ես չեմ օգտվում։ Ինչու՞։ Ասում են, որ դու շուտ եք դուրս եկել, ոչ մի բան չի հասնում ձեզ։ Այսինքն չեք համարվում, հա, պատերազմի օրերին։ Պետք է, եթե Տեղահանված։ 23 թվականին դուրս եկած լինեի, այդ սերտիֆիկատը ինձ էլ Կօգտվեի։ կհասնեն, հա, կօգտվեի տուն կառնեին ինձ համար, բայց չի հասնում։ Հասկացա։ Շատ լավ, Հայարփի, շնորհակալ եմ, որ ներկայացրեցիք ձեր պատմությունը։ Մենք մեծ լսարան ունենք, ես հույս ունեմ, որ նաև արձագանքներ կլինեն եւ հնարավորինս շուտ կկարողանանք վերամիավորվել ձեր երեխաների հետ։ Ես էլ եմ շնորհակալ, ես ասում եմ ինձ ոչ մի բան պետք չի, այն որ չգիտեմ, չեմ ասում կահավորված տուն լինի, ընտիր տուն լինի, շատ նորմալ, բայց մեր երեխեքին կողքը լինի։ Իսկ մինչ մի հարց էլ տամ ու ավարտենք, իսկ եղել են օրեր, որ երեխաները օրինակ չեք կարողացել այդ սնունդը ապահովել ու սոված են քնել։ Չէ, այդպես բան չի եղել։ Ձեր աշխատանքով գոնե Հա, մինիմում ասենք սնունդը ինչքան կարողանում եք հասցնել։ 6000-ով, 7000-ով, որ էլ ասենք որ մի բանից նեղվել եմ, խանութից եմ վերցրել, այս բան խանութում 200,000 դրամ պարտքուն եք տվել են իմ երեխեքը կերել, ես չեմ կարող ասեմ սոված եմ թողել կամ սոված եմ պահել, դրանց այդպես բան չի եղել։ Շատ լավ։ Շնորհակալություն, հույս ունեմ արձագանք կլինի այնուամենայնիվ։ Ես էլ եմ շնորհակալ շատ։ Շնորհակալ եմ։